Խնդրեմ Տիկին Երեմյան։ Նիստի մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, շատ հետաքրքիր իրավիճակում եմ հայտնվել, որովհետև լինելով կրթության մարդ, այստեղ այնպիսի բաներ լսեցի, որ հիմա չհակադարձել ուղղակի չեմ կարող։ Տիկին Գալստյան, ով ձեր կուսակցությունը օպտիմալացումից թող չխոսի։ Ես պիտի խնդրեմ ձեզ, որ չմոռանաք, որ 18 դասաժամ պարապող ուսուցչի մեկ դրույքը վերածեցի 22 ժամի, դասարանների քանակը մի գրչի հարվածով դարձրեցի 35, և դուք հիմա եկել եք այստեղ Հայաստանի Հանրապետության կրթական հանրույթին ասում եք, որ մենք օպտիմալացում ենք անում, դուք հասկանում եք, դուք ինչ եք ասում։ Գյուղից մարդ կա, ամոթ է, գնացեք ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք, և բավական է կրթության անունից խոսեն դիլետանտները։ Սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սիրելի մանկավարժներ, ուսուցիչներ, մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, ես այստեղ եմ, որովհետև ես ուզում եմ ասել ձեր խոսքը։ Մեզ Հայաստանի Հանրապետության կառավարությանը իշխող ուժին մեղադրում են դպրոցները ժամանակին չկառուցելու մեջ։ Ինչպիսի ողբերգություն, 5 տարի Երևանի Հակոբ Կոջոյան կրթահամալիրի շինարարությունը տևեց։ Շինարարները պետությունը կրկնակի ծախսարեց, շինարարները ջանք ու եռանդ չխնայեցին շենքը կառուցելու համար։ Ներողություն Տիկին Գալստյան, որ ձեր ժամանակների նման շենքերը չէին վաճառվում և 5 տարի կառավարությունը հետևողական գնաց նրան, որ այսօր Երևանի սրտում գործի մշակութային այդ կրթօջախը և այն չափանիշներով, որ ձեր ժամանակ անգամ պատկերացնել հնարավոր չէր։ Իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք կառուցված դպրոցների մասին ուղղակի կարելի է չխոսել։ Կարելի է չխոսել նաև այն մասին, թե ինչպես էին դպրոցները մտնում այդ ցանկը վերանորոգվող դպրոցների և դուրս գալիս, և ինչ էր դրա հետևում թաքնված։ Ինչևէ, սիրելի կրթական հանրույթ, ես սիրում եմ ձեզ և հիմա ուզում եմ ներկայացնել իրական թվերը։ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են Հայաստանի Հանրապետության թվով 172 դպրոցներում, որոնցում սովորում են, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, 60,000 սովորողներ և ավարտվել են 332 մանկապարտեզներում, նախակրթարաններում, որտեղ պիտի հաճախեն 29,020։ Արագածոտնի մարզում կառուցվել է 9 դպրոց 20 մանկապարտեզ, Արարատում 13 դպրոց 20 մանկապարտեզ, Արմավիրում 17 դպրոց 51 մանկապարտեզ, Գեղարքունիքում 15 դպրոց 33 մանկապարտեզ, Երևանում 15 դպրոց 62 մանկապարտեզ, Լոռի 27 դպրոց և 24 մանկապարտեզ, Կոտայք 13 դպրոց 24 մանկապարտեզ, Շիրակում 35 դպրոց 44 մանկապարտեզ, Սյունիք 13 դպրոց 18 մանկապարտեզ, Վայոց ձորում 7 դպրոց 8 մանկապարտեզ, Տաղուշ 8 դպրոց 28 մանկապարտեզ։ Այս ուսումնական տարին, որը շուտով կհնչի, նորամուտը կսկսեն հազարավոր փոքրիկներ։ Շինարարական աշխատանքների տարբեր փուլերում են գտնվում 543 նախադպրոցական ուսումնական հաստատություն, հարգելի կրթության իմ գործընկերներ, որոնք նախատեսված են 46,243 սանի համար։ Եվ եթե մենք գումարում ենք ամբողջական, մենք տեսնում ենք, որ խոսքը գնում է մոտ 70,000-ից ավել աշակերտի կամ նախադպրոցական տարիքի փոքրիկների մասին։ Այս պահին շինարարական աշխատանքների տարբեր փուլում են գտնվում 375 ուսումնական հաստատություն, որոնք նախատեսված են 124,000 սովորողների համար։ Հեշտ են այս թվերը ասել, այո, մեր դպրոցի շինարարությունն էլ պիտի ավելի վաղ ավարտվեր, բայց շինարարական պրոցեսը բերեց նրան, որ 2 տարի ուշացումով ավարտվեց, բայց ասում են ուշ լինին, ուշ լինի։ Այն ինչ այսօր անում է կառավարությունը կրթության համար աննկարագրելի է։
Սիրելիներս, 2019-ից 26 թվականներին կրթության ֆինանսավորումը ավելացել է 51%-ով։ Դրանք պարզապես թվեր չեն, դրանց ետևում ճակատագրեր են, ճակատագրեր, որոնք մեր պետության վաղվա, ներկայի, ապագայի երաշխիքն են։ Այդ երեխաները պիտի մեծանան եւ աղը պիտի լինեն ազգային ժողովի падգամավորներ եւ իրենք հիշելու են, որ այս կրթական միջավայրը, այս կրթական ներդրումը արվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ժամանակաշրջանում եւ որքան էլ որ դուք ձեզ կոտորեք, որքան էլ որ ցանկանաք սևացնել, կրթության ոլորտում աշխատող ուսուցիչները գիտեն ինչի միջով են իրենք անցել, ինչպես են ընտրակեղծարարի վերածվել, ինչպես են կաշառքով դասվար ընդունվել։ Եվ հիմա եկել եք կրթությունից, մանիպուլյացիայից, օպտիմալացումից եք խոսում, ամոթ է, գնացեք եւ ձեր նախարարների աշխատավարձները հաշվեք։ Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, այո, կամավոր ատեստավորումը գործընթաց է, որը շատ կարևոր է։ Կարևոր է ոչ թե մեզ համար, որովհետև մենք չենք դրանով կարևորվում։ Կարևոր է այն փոքրիկների համար, որ պիտի սովորեն դպրոցներում եւ գնացել են գիտելիք ստանալու։ Դպրոցը սոցիալական խնդիր լուծելու վայր չէ, դպրոցը կրթական միջավայր է եւ գնացեք Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները, գյուղական, քաղաքային, տեսեք թե ինչ լաբորատոր սարքավորումներ ունեն այդ դպրոցները, ինչ միջավայրում են երեխաները բնագիտական առարկաները սովորում։ Մենք տեսել ենք եւ առաջին շարքում նստած երկրորդ նախագահի օրոք դպրոցները եւ ՀՀԿ-ի ժամանակ տեղի ունեցածը դպրոցներում։ Երբ որ հասարակ, չէ ձեր Նարեկ Կարապետյանի հայրը Կարկառուն հանրապետական է, դրա համար եմ անդրադառնում։ Եվ ասեմ ձեզ մի բան, երբ որ դպրոցում ամենափոքր փորձը անելու համար միջոց չկար, գնացեք տեսեք, բացեք կառավարության 850N որոշումը, կարդացեք, դժվար չէ, կարդացեք, տեսեք ինչ միջոցներ են հատկացվում դպրոցներին, ինչի համար են հատկացվում։ Ես հասկանում եմ իհարկե, դա ձեզ համար դժվար է, որովհետև հեշտ է գալ այստեղ սևացնել։ Ձեզ թվում է, թե գուցե այստեղ աշխատող չկա։ Երեկ ես ուսուցիչ էի, երեկ ես դպրոցի տնօրեն էի, եւ ես իմ գործընկերներին խոստացել եմ, բոլոր նրանք, ովքեր կփորձեն սևացնել կառավարության արածը կրթության ոլորտում, անպայման պիտի արժանանան հավուր պատշաճի վերաբերմունքի։ Սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, առջևում սեպտեմբերի 1-ն է։ Այն լաբորատոր սարքերը, որ եկել են Երևանի դպրոցներ, սպասում են ձեր փոքրիկներին։ Սպասում են, որպեսզի նրանք դրա միջոցով էլ ավելի մոտենան գիտությանը, որովհետև կրթությունը պետության հիմքն է, կրթությունը մեր պետության հարատևության հիմքն է, եւ կրթության պակասի հետևանքները մենք այսօր այստեղ զգում ենք։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Մամիկոն Ասլանյան, քիչ առաջ դուք ելույթ էիք ունենում, խոսում էիք բարեկիրթ լինելու մասին, այո, մենք բարեկիրթ ենք եւ համապատասխանաբար ակնկալում ենք, որ ձեր քաղաքական թևում ներկա բոլոր անդամները լինեն բարեկիրթ։ Եվ եթե մեզանից ակնկալում եք բարեկրթություն, իսկ ես այլ ձև չգիտեմ մարդկանց հետ հարաբերվելու, ուրեմն բարի եղեք ձեր որոշ ընկերների բացատրել, որ բարեկրթությունը, ինչպես արդեն ասացի, դա դաստիարակության մի մասն է, որի պակասը ցավոք մենք տեսնում ենք, որովհետև նախկին կրթական համակարգը անցած որոշ մարդիկ բարեկրթության մասին այլ պատկերացումներ ունեն։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ։